Բարև ձեզ բարեկամներ։ Փակ TV-ն դարձյալ եթերում է։ Փակ TV-ն, որի ունկնդիրներն ու որին այսպես ասող սադարողները ամեն օր սպասում են մեր նոր եթերի։ Այն եթերներին, որոնք ինչ որ նշանակություն արժեք ունեն։ Իսկ այդ ամենը իհարկե շատ կարևոր է այն հանգամանքով, թե ով է մեր ծրագրի հյուրը։ Իսկ այսօր մենք հյուրընկալել ենք մի անձնավորության, ով առանց շփազանցության վերջին շրջանի մեր լավագույն բացահայտումներից մեկն է Քոչարի կուսակցության նախագահ գեներալ լեյտենանտ Արտակ Սարգսյանը։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Եվ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ շատ ուրախ եմ, որ դուք մեր տաղավարում եք եւ ամենակարևորը դուք այն անձնավորությունն եք, ում հետ մենք միշտ բաց, այսպես թափանցիկ, անկեղծ զրույց ենք ունեցել եւ մեր ունկնդիրն հենց նման երկխոսության է սպասում։ Մենք ավանդույթը ձեզ չենք խախտի եւ այսօր էլ կփորձենք միջև վերջ լինել անկեղծ ու այսպես թափանցիկ։ Գիտեք, այն իրավիճակը, որում այսօր մենք հայտնվել ենք, մեղմ ասած շատ վտանգավոր է։ Դուք հասկանում եք, որ այսպես շարունակել անհնար է, բայց դուք այն մարդկանցից եք, ով ասում է ելքեր կան այն ելքերը, որը կարելի է դուրս գալ այս իրավիճակից, այդպես է։ Այո, իհարկե ելքեր կան եւ ինչքան այս իշխանությունների ապօրինությունները, բռնաճնշումները շատանում են, այդքան ելքերը շատանում են։ Գիտեք, ես այս վերջին շրջանի փոփոխությունների մասին, որ տեղեկանում եմ, պարզապես ինչ ասեմ, մեկ-մեկ ապշում եմ, չգիտեմ թե ինչ անել, որ այս ամենի առաջ առնենք, տեսեք իշխանությունները թեկուզ են ձեր քաղաքական դաշտ մտնելու առաջին օրվանից սկսել են վարել մի քաղաքականություն, որ ընդդիմադիրներին միմյանց վախեն, ընդդիմադիրներին կոտրեն առանձին եւ ինչպես ընդունված է դեռ հին ժամանակներից առանձին կոտրելուց հետո իրենք փորձեն նորից տիրանալ այն իշխանությանը, որին ես կարծում եմ, որ այսօր նրանք անարժան են։ Ինչ կասեք այս մասին։ Տեսեք, պարոն Ղուշյան, այո, իշխանությունները միշտ էլ բաժանիր, որ տիրես, միավորի, որ կարգավորես, այդ ճանապարհով են գնում, ստեղծում են կառավարվող իրենց կողմից ընդդիմություններ եւ մյուս կողմից ոչ կառավարվող ընդդիմություններին փորձում են մասնատել կամ միավորել այդ կառավարվող ընդդիմություններին, որպեսզի նրանց էլ կառավարեն։ Հիմա ես մի փոքր խորհուրդ կտամ այն բոլոր նոր ուժերին, որոնք իրոք ուժեր են, նրանք պետք է հասկանան, որ նրանք կուսակցություն սկսելուց բախվելու են հիմնականում 4, այսպես ասած, մարտահրավերների հետ։ Այսինքն, եթե իշխանության պայքար կա ներսում, այսինքն կուսակցության հիմնական դեպքերի մեջ կա իշխանության պայքար, եթե կա ֆինանսական տարբեր ազդեցությունների կենտրոններ, սա երկրորդը։ Երրորդը ես կասեի, որ արտաքին ազդեցություն, հա, իշխանության կողմից, այլ ուժերի կողմից, եւ չորրորդը, եթե չկան գաղափարական լուրջ միավորումներ եւ մարդիկ միավորվում են անձերի շուրջը։ Հիմա այս 4 մարտահրավերը մեր բոլոր կուսակցությունները, մեր նոր ուժերը պետք է անցնեն, ամենավտանգավորը իհարկե երկրորդն ու վերջինն է, այդ ֆինանսական, եթե կան տարբեր բևեռներ։ Հիմա ես ասեմ ինչ է նրանց սպասվում, որպեսզի նրանք հասկանան։ Եթե իրենց կուսակցությունը գնում է մասնատման, դա արդեն պետական հաղթանակ է գալիս եւ այդտեղ ընտրազանգվածը նրանց փորձելու են բաժանել, մի մասը գնալու է իրենց ընտրազանգվածից, հիասթափվելու է, դուրս է գալու ընդհանրապես թե երկրից, թե
ընտրություններին չի մասնակցելու, դա արդեն պետության հաղթանակ է, իսկ մյուս մասն էլ փորձելու է գտնի մի որևէ այլ առողջ ուժ։ Ես խորհուրդ եմ տալի բոլոր կուսակցություններին չտրվել այդ մարտահրավերներին եւ նրանք կուսակցություն ստեղծելուց առաջ պետք է պատրաստ լինեն բոլոր այդ մարտահրավերներին, առողջ ուժերին խորհուրդ եմ տալի լինեն զիգ եւ պատրաստ լինեն այս մարտահրավերներին։ Մեր մեջ են փորձել, իմ կուսակցության մեջ են փորձել այդպիսի քայլեր անել, բայց քանի որ մենք անձերի անհատների շուրջը չենք միավորված, այլ գաղափարի, ոչ էլ միավորված ենք փողի շուրջը, ֆինանսի շուրջը, մեր կուսակցությունը չի ձախողվել եւ գնում է առաջ։ Պարոն Սարգսյան, ես պիտի ասեմ, որ վերջին շրջանի զարգացումները մեզ համար իհարկե այդքան էլ հաճելի չեն։ Տեսեք, Միացյալ Նահանգներից մեծաթիվ հայերի են արտաքսել։ Շուտով Հայաստան է գալու Միացյալ Նահանգների փոխնախագահ, այդ միջուկային պայմանագրի հետ կապված զարգացումներ են այստեղ սպասում։ Այս ամենը ինչ է նշանակում։ Մենք ինչ-որ փոխել ենք մեր ուղղվածությունը, թե սա իշխանությունների հետ, այսպես իշխանություններին առաջ տանելու նոր ձև է։ Տեսեք, պարոն Ղուշյան, ես բազմիցս ասել եմ, որ երրորդ ուժի ձևավորումը այսօր ոչ արևելքին, ոչ հյուսիսին ձեռք չի տալիս, նրանց բոլորին ձեռնատու այսօրվա իշխանությունը, բայց միևնույն ժամանակ, որպեսզի ժողովուրդը չհիասթափվի, նրանք չեն էլ կարող ստեղծել պայմաններ, որպեսզի այդ երրորդ ուժը չստեղծվի եւ նրանք համագործակցելու են այդ երրորդ ուժի հետ։ Ես ոչ թե խոսում եմ ընդդիմության մասին, այլ իրոք մեր ազգի մեջ արդեն ձևավորվել է այդ տերմինոլոգիան, ընդդիմությունը դարձել է ամոթալի մի երևույթ, ժողովուրդը միայն խոսում է երրորդ ուժից, երբ որ հարցնում են մեզ, ասում են դուք երրորդ ուժ եք, թե ընդդիմություն եք։ Այսինքն ընդդիմություն բառը իրեն ամբողջովին վարկաբեկել է։ Ես չեմ էլ վախենա այդ բառը ասելուց, նրանք վարկաբեկված մարդիկ են, նրանք ապրում են պետական պարգևավճարներով, երբ որ ազգը աղքատ է եւ հույսել ունեն, որ թոշակ ստանան, չնայած ես ասել եմ, մեր հաղթանակից հետո այս ազգային ժողովի բոլորը, ով որ չի գտնվի քրեական պատասխանատվության տակ, թոշակից զրկվելու է։ Մեր ազգը չպետք է այսպիսի խայտառակ ազգային ժողովին դեռ միջև նրանց մահվան օրը վճարի թոշակ։ Հիմա ինչ վերաբերում է այս վերջին իրադարձությունները, շատ ցավալի իրադարձություններ են գնում եւ եթե երկրի ղեկավարը սուբյեկտ չի, միշտ էլ սենց ժողովրդի լեզվով ասած ոտի տակ ես լինել։ Ինչ է նշանակում Ամերիկան Ադրբեջանին որպես ռազմավարական դաշնակից է համարում, այսինքն սկսելու է զինել, ում դեմ զինել, Պարսկաստանի դեմ, դա իհարկե իլյուզիա է, ինչ վերաբերում է այդ զենքը կօգտագործվի Հայաստանի դեմ, այո, կօգտագործվի Հայաստանի դեմ, դա վկայում է այն մասին, որ այսօրվա Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես նաև Ռուսաստանը իրավիճակին չեն տիրապետում, հավատում են զեկուցագրերին, դեսպանատան աշխատողների, ես բազումս տեսել եմ այդ զեկուցագրերը, թե անձամբ մեր վերաբերյալ Քենիայում, թե հետևել եմ այս Հայաստանի քաղաքական պայքարին, երբ որ Ռուսաստանի դաշնության դեսպանատան աշխատողները զեկուցագրեր են գրել, որ այս կամ այն քաղաքական գործիչը ժողովրդի կողմից ամենասիրվածն է եւ իրականում դա իրականությանը չի համապատասխանել, նույնն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան այդ զեկուցագրերի հետևելով, չտիրապետելով, բայց իրավիճակին հետևելով հասկանում ես, որ այնտեղ նույնպես իրականությանը չեն տիրապետում եւ նրանց համար Հայաստանը ինչ-որ էներգետիկ, էկոնոմիկական կենտրոն է, իսկ Ադրբեջանը այդ մեծ Կասպյան արհեստական երկիրը ռազմավարական դաշնակից
նրանք չեն հասկանում, որ թույլ Հայաստանը դա ռեգիոնալ ամենաուժեղ անստաբիլ իրավիճակն է եւ չի կարող լինել խաղաղություն մեր եւ այդ մեծ Կասպյան արհեստական երկրի միջև։ Ուժային նոր կենտրոն են փորձում ստեղծել ՄԱԿ-ը լուծարել, դա հասկանալի է, ՄԱԿ-ը իր ազդեցությունը կամ իր ֆունկցիան ամբողջովին կորցրած է, շատ հեռու չգնանք, մենք տեսանք 44-օրյա պատերազմի ժամանակ, մենք տեսանք Արցախի շրջափակման ժամանակ, որ նրանք հանդես են գալիս միայն ինչ-որ զեկուցագրերով կամ ինչ-որ ուղերձներով եւ չեն կարողանում արձագանքել։ Ցավալի իրավիճակ է մեր համար, բայց տեսնենք, սպասենք, չընկնենք առաջ, Ամերիկայի Միացյալ Նահանգները պետքա փոխի այս իր ռազմավարական դաշնակցի գաղափարը եւ պարոն Տրամպի, ասենք, այդ փոփոխականությունը մեզ բոլորիս հայտնի է, այսօր կարող է մի բան ասի, վաղը կարող է փոխի կամ մի ժամ հետո կարող է փոխի, կարող է ասի հարձակվում եմ, չհարձակվի, կարող է ասի սարքում եմ դաշնակից կամ գնում ենք խաղաղության եւ մի ժամ կամ մի րոպե հետո այդ գաղափարը փոխի։ Սպասենք, տեսնենք այդ այցից հետո ինչ որոշումներ կկայացվեն, ինչ վերաբերում է էներգետիկ համակարգին, տեսեք Ադրբեջանը ամեն տեղ փորձում է մեզ օգտագործել եւ մեր հաշվին ստանալ կրեդիտներ, հիմա էլ այն միկրո ատոմակայանները, որ պետքա Հայաստանում կառուցվի, Ադրբեջանը դրանից օգտվելու է, իսկ մենք տալիս ենք բոլոր իրավական հիմքերը Ադրբեջանին առանց դրա դիմաց ինչ-որ պահանջներ դնելով։ Համարյա, եթե նայենք այս ռեգիոնում մահմեդական երկրները համարյա թե ոչ ոք ատոմակայան չունի, նույնիսկ այն ատոմակայանը, որ իբր Ռուսաստանը սարքում է Թուրքիայում, դեռ չի աշխատում եւ ինձ թվում է, որ չեն էլ թողելու, որ դա շահագործվի։ Հիմա Հայաստանի հաշվին ստեղծել էներգետիկ ապահովություն, քանի որ նրանք այսօր չունեն այդքան գազ, չունեն այդքան նավթ եւ օգտագործում են Ռուսաստանինը, նրանք հիմա իրենց փորձում են ապահովել, որ եթե մի օր Ռուսաստանինը կտրվի, ապա նրանք ունենան անվճար էներգիա Հայաստանի հաշվին։ Պարոն Սարգսյան, մի ցավոտ հարցի մասին էլ եմ ուզում անպայման խոսենք։ Մեկ օր առաջ ես համացանցում դիտեցի գերությունից ազատված այդ երիտասարդի Գևորգ Շուրջյանի խոսքը լսեցի եւ պիտի ասեմ, որ շատ ցավալի, շատ այսպես ծանր ապրումներ ունեցա։ Պատկերացնում եմ, թե այսօր ինչ իրավիճակում են գտնվում ադրբեջանական բանտում հայտնված հայ գերիները եւ պարզապես հիացած եմ այդ երիտասարդի այդ մարտական կեցվածքով ասեց, ես չեմ կարող ինձ հանգիստ ապրել թեկուզ մի օր, եթե գիտեմ, թե իմ ընկերները այնտեղ բանտում այսօր ինչ իրավիճակում են։ Ես հասկանում եմ, որ նրան իհարկե այս իշխանությունները թույլ չեն տա, որպեսզի նա այդպես արտահայտվեր, բայց դա իսկական հայ մարդ է, որի համար իհարկե ուզում եմ ասել նրան շնորհակալություն։ Մենք բոլորս պիտի ապրենք այդ գերիների վերադարձը իրականացնելու ծրագրով։ Դուք ինչ կասեք։ Տեսեք, պարոն Ղուշյան, վաղը շատ կարևոր օր է մեր ազգի համար, մեր բանակի օրն է եւ այո, ասենք պետական օրակարգ համար առաջին պետքա լինի գերիները եւ անհետ կորածները, նույնպես ծնողները զոհվածների չպետքա դառնան նպաստի աղբյուր եւ գերիների հարցը մենք առաջի օրից էլ ասել ենք, որ այս իշխանությունը օգտագործելու է իրանց քարոզ արշավի համար, ամեն անգամ ընտրություններից առաջ բերելու է ինչ-որ քանակությամբ գերիներ, որպեսզի ցույց տա, որ նրանք աշխատում են եւ
դիտավորյալ այդ մարդկանց երկու կողմն էլ պատանդ է պահում, ես ծնողներին է խաբում, մոլորության մեջ է դնում, նույնիսկ հստակ ինֆորմացիան չկա, թե քանի գերի ունենք, կամ եթե կա պահվում է գաղտնիության մեջ, որպեսզի մեր ժողովուրդը, այսպես ասած, ոտքի չկանգնի։ Ես կասեմ, որ քանի որ հատուկ ջոկատի ղեկավար եմ, շատ ցավալի հոգեբանական փոփոխություններ է լինում գերու կամ պատանդի մոտ, որը որ կոչվում է Ստոկհոլմի սինդրոմ, եւ ադրբեջանցիները շատ լավ տիրապետում են այդ հոգեբանական տեխնոլոգիաներին, այսինքն երբ որ գերուն գնում են, անընդհատ ընդեղ ասում են, քո պետությունը քեզ լքել է, քո պետությունը քեզ չի ուզում, շատ վտանգավոր հարցեր է, մենք դեռ կունենանք խնդիրներ այս գերիների վերադարձից հետո, եթե հոգեբանական օգնություն ցույց չտանք այդ մարդկանց, ով որ գտնվել է գերության մեջ, եւ մի մասն էլ իհարկե պետքա հարցաքննվի, մի մասն էլ անպայման պետքա ստուգվի, քանի որ կան շատ այսպես կոչված գերիներ կվերադարձնեն այլ քողարկված այլ իրադարձություններ կատարելու համար։ Շատ ցավալի հարց է այդ գերիների հարցը եւ պետությունը ոչ թե միայն այս բանակի օրը պետքա կամերաների դիմացը կանգնի բանակի կողքը, այլ ամեն օր, քանի որ մեր այսօրվա այս խաղաղությունը հենց այդ տղաներն էին ապահովել, միջև հիմա էլ այն մարդիկ, որ կանգնած են սահմանի վրա եւ պահպանում են մեր անդորը, քանի որ այսօր մենք լույս ունենք, հենց այդ տղաների շնորհիվ է։ Այսինքն այն որ այսօր գնացել են Եռաբլուր ոստիկանական գվարդիայով, նախ ասեմ, որ դա ուրիշ շիրիմ է, եթե մարդիկ չեն ուզում դու գնաս նրանց շիրիմներին, ապա դու իրավունք չունես գնաս, եթե ուզում ես դա ասենք վաղն էլ կարող է մեր տուն հելնի գա այտենց ոստիկանական գվարդիայով, այսինքն մարդիկ ընդեղ ասում են մեր երեխաների շիրիմին դու մի այցելի, մարդը գվարդիան վերցնում է, գնում է ուրիշների գերեզման այցելելու։ Այս իշխանությունը այդ շիրիմները շատացրեց, այս իշխանությունը անհայտ քանակով գերիների քանակը շատացրեց, այս իշխանությունը անհետ կորածների քանակը շատացրեց եւ շատ վտանգավոր քաղաքականություն է տանում, ելի եմ ասում, այդ բոլորը փորձելու է օգտագործել իր քարոզարշավի համար։ Այսքանը պարոն Պարոն Սարգսյան, այս իշխանությունները շարունակում են իրենց թուրքամետ քաղաքականությունը, որեր առաջ էլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք անպայման միավորելու ենք Ադրբեջանի եւ Հայաստանի էներգետիկ համակարգերը։ Դուք պատկերացնում եք սա ինչ է նշանակում։ Ես չգիտեմ, այս մարդիկ, այս հանցավոր խմբակը ընդհանրապես գաղափար ունի, թե դա ինչ հետևանք կարող է ունենալ։ Մի բան են անում, որ ուղղակի անհասկանալի է։ Դուք ինչ կասեք։ Ես իմ կարծիքին կմնամ, այս մարդիկ ամեն ինչ անելու են պատասխանատվությունից խուսափելու համար Հայաստանը տանեն լուծարելու եւ դրա փորձը ունեն Արցախը լուծարեցին, դա ոնց որ ասած այն պարապմունքներ, որպեսզի տեսնեին ոնց է փորձը ձևավորվելու։ Դե այս քայլով իհարկե նրանք փորձելու են փակել նաև մեր ատոմակայանը եւ պատահական չի որ Սամվել Կարապետյանի հետ ծխելուց հետո սրանց ախորժակը բացվել է եւ ոչ մի բանի արժեվ չեն կանգնելու։ Այո, ատոմակայանի փակման հարցը Թուրքիան է դրել, որպեսզի Հայաստանը գտնվի էներգետիկ կախվածության մեջ եւ միգուցե այդ միկրոատոմակայաններն երբևէ չկառուցեն եւ Հայաստանը ընկնի մութ ու լույս տարիների մեջ էներգետիկ կախվածության մեջ։ Ինչ վերաբերում է մեր ատոմակայանին, մեր ատոմակայանը պետքա ոչ թե փակել, այլ այնպես անել, որ 1000 կամ 1000-ից ավել մեգավատ էլեկտրոէներգիա դա մատակարարի։ Գիտեք, փետրվարի 27-ին ես ներկա եղա
Նիկիտա Սիմոնյանի Արարատ 73-ին նվիրված ոսկե դուբլ ֆիլմի պրեմիերային Մոսֆիլմ կինոստուդիայի գլխավոր դահլիճում հարյուրավոր մարդիկ էին հավաքվել, մարդիկ մեծ այսպես ոգևորությամբ դիտեցին, գիտեք ասեմ հրաշալի ֆիլմ է, որը կարծում եմ հաջողով կդիտեն նաև Հայաստանի Հանրապետությունում, որտեղ այն պիտի փետրվարին ցուցադրվի հայկական կինոթատրոններում, իսկ Ռուսաստանում փետրվարի 29-ից այն դուրս է գալիս ռուսական բոլոր քաղաքների կարևոր կինոթատրոնների էկրան, բայց ասեմ ձեզ ֆիլմ, որը մեր միասնության, մեր ընդհանուր, մեր մեծ հաղթանակի մասին է եւ գաղափարը, որ միայն միավորվելով, միասնական լինելով մենք կարող ենք հասնել հաղթանակի։ Պատկերացնում եք այն տարիներին Խորհրդային Միությունում, երբ ռուսական, ուկրաինական թիմերն էին այսպես հեգեմոներ կատարում, Հայաստանի Արարատը, մեր սիրելի այդ լեգենդար թիմը, կարողանում է դառնալ Սովետական Միության չեմպիոն եւ գավաթակիր։ Դա նշանակում է, որ նրանք դարձել են Եվրոպայի, ինչու՞ չէ նաև աշխարհի չեմպիոն, որտեղ Խորհրդային Միությունում հաղթել, այն էլ ոսկե դուբլով, դա ընդամենը 3 քաղաքներ են կարողացել իրականացնել այդ ծրագիրը եւ այդ 3 քաղաքներից մեկը Երևանն էր։ Անպայման ես խորհուրդ եմ տալիս մեր ունկնդիրներին դիտելու այդ հրաշալի ֆիլմը, այն այսօրվա համար է, գիտեք, մենք պիտի միասնական լինենք եւ ընդհանրապես այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը պարոն Սարգսյան, կարծում եմ, որ դա պիտի լինի մեր միասնականությունը, մեր համախմբվածությունը։ Դուք ինչ կասեք։ Ես ուրախ եմ, որ այդպիսի ֆիլմա դուրս գալիս, ափսոս, որ Հայաստանը չի նկարում, հասկանում եք, Հայաստանը հիմա մեր պետությունը ֆինանսավորում է տրանսգենդերների ֆիլմեր, հերոսների մասին, մեր անցածի մասին ֆիլմեր չի ֆինանսավորում, բայց ինչ որ մի տրանսգենդեր կարող է գնա, ասի փող տվեք, որ ֆիլմ նկարեմ եւ կնկարեն, այսինքն փորձում են մի սերունդ մեծացնել, որ չհիշի մեր հերոսներին, չհիշի մեր անցածը, այսինքն փորձում են ազգային հիշողությունը ջնջել մեր մեջից եւ ստեղծել նոր ազգային հիշողություն։ Ես կասեմ, որ ֆուտբոլը կամ սպորտը շատ մեծ ազդեցություն ունի ազգի միավորման համար, անձամբ տեսել եմ, երբ որ Ռուանդայի կոտորածից հետո 4 նախագահ փոխվեց, այնտեղ 100 օրվա մեջ 1.5 միլիոն մարդ իրար կոտորել էին, ստեղծվեց իրավիճակ, 4 նախագահ փոխվեց, նույնիսկ նախագահներից մեկը հոգևորական էր, որպեսզի ազգը միավորվի, բայց չկարողացան, միավորեց միայն այսօրվա նախագահը եւ այդ հայտնի ֆուտբոլիստը Բապտիստան, հա, նախագահի հետ համագործակցելով ստեղծեց թիմեր, որտեղ թե տուցիները, թե մյուս ցեղը իրար հետ նույն թմում խաղում էին եւ հավաքական ստեղծեց, մի խոսքով ֆուտբոլը միավորեց 1.5 միլիոն իրար կոտորած ազգին իրար հետ։ Այո, շատ ողջունելի է, այդ ֆիլմը անպայման կնայենք, ու ելի եմ ասում, ես ցավում եմ, որ ոչ թե Հայաստանի իշխանություններն են դա անում, այլ ասենք Ռուսաստանի իշխանությունները կամ ստուդիան, հա, իշխանություն չասենք, կինոստուդիան է անում, մեր մոտ այսօր հերոսներին փորձում են տան մոռացության նժդեհը ֆաշիստա, հերոս չկա, բայց ելի եմ ասում, եթե ինչ-որ մի տրանսգենդեր գնա եւ ասի փող տվեք, որ իմ մասին կինո նկարեմ, նրանք սիրով տալիս են, ֆինանսավորում են այդ տրանսգենդերների մրցույթները մասնակցելու ամբողջ արշավը, մի խոսքով, ինչ են ուզում մեր գլխին բերեն։ Գիտեք, ես պիտի ասեմ, որ երբ քաղաքապետարանը առաջարկեց, որպեսզի Հրազդան մարզադաշտի հարակից փողոցը կոչեն Նիկիտա Սիմոնյանի անունով, մեր ֆուտբոլի ֆեդերացիան դրան դեմ գնաց։ Դուք պատկերացնում եք այդ ոչնչությունները, որ հայկական ֆուտբոլի համար ոչինչ չեն արել։ Տեսեք ինչ հայտարարություններ են անում, ով է Սիմոնյանը,
Դու այս սրիկաներ, այդ տականքներ, բա դուք ով եք որ այսօր ֆեդերացիայում նստած եք, չեք ամաչում գետինը մտնեք, նայեք այս ֆիլմը եւ չգիտեմ, դες համար լավ ու երկրին ինքնասպան լինելն է, ճապոնական χαρακτիրը։ Ես չգիտեմ, այս աստիճանի լկտիություն չէ պատկերացվում։ Եմ ասում, տեսեք, եթե անունը մնա, լեգենդի անունը մնա փողոցով, ազգային հիշողությունը միշտ աշխատում է, նրանք փորձում են մեր ազգային հիշողությունը ամբողջովին ջնջել, նոր սերունդին մեծացնել ինչ-որ լկտի սերիալների վրա, այսինքն ամբողջովին փորձում են փոխել հասարակությանը, ակտիվորեն բոլոր ալիքներով տարբեր լեզուներով թարգմանում են թուրքական սերիալները, փորձում են ստեղծել նոր սերունդ, այն որ Մովսեսը 40 տարի անապատով ման տվեց, որ նոր սերունդ ստեղծի, հիմա սրանք էլ սպասում են, որ մեր սերունդը մի այլ սերունդ մեզնից հետո եկող վերանա եւ այդ նոր սերունդը արդեն ասի, որ մենք հայ չենք, մենք թուրք ենք։ Եվ իհարկե մի հարց եմ ուզում ձեզ անպայման տալ։ Տեսեք, շարունակվող դատավարությունները հատկապես հոգևոր աշխարհի ներկայացուցիչների նկատմամբ նրանց մասնակցությամբ շարունակվում է պետություն եկեղեցի հակամարտությունը։ Սա ի վերջո ինչի կարող է հանգեցնել։ Դե, պարոն Ղուշյան, ես բազմից անգամ ասել եմ, որ ազգը ունի 3 սյուն՝ բանակ, մշակույթ եւ կրոնչ ասենք հավատ։ Բանակն ու մշակույթը արդեն աղավաղել են, մնացել է այս միսյունը, որը որ մեզ դարեր շարունակ պահել է, մեր ինքնությունը, նրանք եղել են մեր դիվանագետները, մեր պետությունը, մեր բանակը եւ սա միակ պետական, ոչ պետական կառույցն է, որը որ ֆինանսավորվում է ոչ պետության կողմից, այլ մեր հանգանակություններից։ Մի քանի հարց են լուծում, հարվածում են ազգային ժառանգությանը, ազգային հոգևոր ժառանգությանը, փորձում են այդ գումարները խլել, մեր հանգանակությունները խլել եւ իհարկե վարկաբեկել այդ ինստիտուտը, որպեսզի իրանց ներմուծած ոչ քրիստոնեական արժեք ունեցող հոգևորական խմբերը կյանքի խոսք չանդրադառնանք բոլորին, այս ժողովրդի ուղեղը լվան եւ տանեն այլ ճանապարհով կան այնպիսի աղանդներ, որ այնպես են լվանում մարդու ուղեղը, որ երբ որ հարցնում ես դու հայ ես, ասում է ես հայ չեմ, ազգություն չկա, ոչ մի բան չկա, այսինքն են ներսի հոգևորի իբր ձևավորումով այդ աղանդները մարդուն այնպես են գլուխները լվանում եւ նրանց այդպիսի զանգվածը պետք է մեզ կամանց հավատի կողմից կտանեն, ես չգիտեմ, դեպի Տալիբան, թե դեպի շիա ուղղությամբ կամանց ստեղծում են հող, որպիսի մսկիթներ կառուցվի եւ վաղն էլ կարող է թողեն ասեն այդ Ալլահ Ակբարը պետքա բարձրախոսներով հնչի, ինչպես իսլամական երկրներում, Հայաստանում եւ դա դուք պետքա նորմալ նայեք, ինչպես որ ասում էին նրանք փշալարերի համար, հոգիս լուսավորվեց, ես չգիտեմ, հոգիս հանգստացավ, մի քանի հատ այդձև լուլու պատգամավորներ կբերեն, որպեսզի քարոզեն այլ կրոն։ Պարոն Սարգսյան, մեր ունկնդիրներից շատերը հարցում են ինչպես կարելի է վերջո իրականացնել խաղաղ իշխանափոխություն, որպեսզի այս հանցագործ խմբակը, ինչպես ասում են, այս խմբակից ազատեն մեր իշխանություններին։ Տեսեք, խմբակի ղեկավարը, երկրի վարչապետը, ասում է, որ չեք ուզում, չեք ընդունում մեզ հեղափոխություն արեք։ Պատկերացնում եք լեկտիվության արդյունքում ինչ է ստացվում։ Եթե դուք ունեք, եթե հեղափոխություն չեք անում, ուրեմն մենք ճիշտ ենք վարում մեր իշխանությունը եւ շարունակելու ենք մնալ իշխանություն։ Այնուամենայնիվ, ինչ ելքեր կան խաղաղ ճանապարհով իրականացնել իշխանափոխություն։ Շան, ուրեմն մենք միակ քրիստոնյա երկիրն ենք ՍՍՀ-ից հետո, որ
խաղաղ ճանապարհով իշխանափոխություն չի արել, այլ կլանային ձևով մեկը մյուսից ժառանգել է եւ դա մեր ազգի ամենավատ կողմն է մնացել, ասենք մեծ բալթյան երկրները, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, բոլոր երկրներում ՍՍՀ-ից հետո եղել է ընտրություն։ Ես կասեմ, որ մի ձև կա եւ ժողովուրդը թող լավ հիշի ու չանցնի այդ պետական ստերեոտիպներին, իշխանական ստերեոտիպներին, որ ընտրություններով հարց չի լուծվելու, մի ձև կա ձեր մասնակցությամբ, բոլորի մասնակցությամբ, կլինեք Ռուսաստանում, կլինեք Սփյուռքում, եկեք, ձեր ձայնին տեր կանգնեք, ձեր պահանջատիրությանը տեր կանգնեք եւ իհարկե միջև ընտրությունները կա քայլեր եւ մեր փոքր երկրի համար իշխանությունը երբեք չպետք է դառնա կռվախնձոր։ Ես տեսել եմ ավելի մեծ երկրներ, որտեղ իշխանությունը կռվախնձոր է դառել եւ այդ երկրները քանդվել են միջև հիմա ոտքի չեն կանգնում։ Մի ձևով ընտրություններով եւ մենք կարող ենք կանգնել ազգովի եւ ցույց տալ, որ ով է այս երկրի տերը։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Ես կարծում եմ, որ քանի որ տարին ընտրական ենք, այսօր ավելի հաճախակի պիտի հանդիպենք եթերում եւ փորձենք մեր ունկնդիրներին ներկայացնել այն ռեալ իրավիճակը, ինչը այսօր տիրում է Հայաստանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք այսօր հյուրընկալել ենք մեր ծրագրի լավագույն բարեկամներից մեկին, Քենիայի փոխոստիկանապետ գեներալ լեյտենանտ Քոչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի։ Սպասենք նրան առաջիկայում եւս։ Իսկ այսօր այս հարը ցտեսություն